Սույն նախագծով առաջարկվում է, որպեսզի ազգային ժողովի պատգամավորները ունենան հնարավորություն անկախ մեկ ամսյա ժամկետի ընթացքում քառօրյաների տեղի ունենալուց ունենան հնարավորություն կառավարությանը հարց հնչեցնելու յուրաքանչյուր քառօրյա նիստի երրորդ օրը, երբ ուրեմն սահմանված է ժամկետ կառավարությանը հարց պատասխանի համար։ Հիմնավորումը պարզ է, քանի որ խնդիրները մեղմ ասած չափազանց շատ են, քանի որ կառավարությանը ներկայացնելու հարցեր հանրության կողմից եւ հանրությանը ներկայացնող պատգամավորների կողմից մեղմ ասած չափազանց շատ են, երբեմն լինում են դեպքեր, որ ամսվա կտրվածքով երկու նիստ է տեղի ունենում եւ պատգամավորները զրկվում են մեկ անգամ հնչեցնելուց հետո հաջորդ քառօրյային հարց հնչեցնելու հնարավորությունից։ Սա վերաբերում է եւ գրավոր եւ բանավոր տարբերակներին ընդհանրապես այսքան։ Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունենա բոլոր նիստերի ժամանակ հարց տա եւ գրավոր եւ բանավոր։ Քառօրյա։ Այդ դեպքում գուցե կանոնակարգի այն հոդվածը, որը սահմանում է, որ մենք երրորդ օրը միայն վերջի ժամկետն ենք այդ հարցերը տալու։ Այնտեղ գրենք նախագահի ազգային ժողովի նախագահի համար լիազորություն, որ եթե հերթագործների թիվը շատ է լինում, ինքը նիստը երկարացնի։ Հակառակ դեպքում, եթե մենք այստեղ անում ենք այդ սահմանափակումը, այնտեղ պիտի լուծում տանք, թե չէ ինչ է դուրս գալու։ Այդպես չեք ասում։ Ես գտնում եմ առհասարակ, որքան շատ լինեն հնչեցվող հարցերը այնքան լավ, հետևաբար դա ընդունել տարբերակի կարելի ավելացնել։ Հայտարարությունների համար նախագահն այդպիսի լիազորություն ունի, եթե չէ, երկարաձգում է։ Հիմա եթե հարցեր տվողները շատանում են, Ոնը այնտեղ էլ լիազորությունը ավելացնենք, որ ինքը նիստը ավելացնենք։ Պարոն Թևան Պողոսյանի նաև վերջին նախաձեռնությունը մեզ միտված էր դրան, որտեղ ոչ միայն իշխանական թևի կամ խմբակցության պատգամավորները չեն հասցնում իրենց հարցադրումները հնչեցնել, այլ նաև նույն ընդդիմադիր թևի տարբեր պատգամավորներ մենք տեսնում ենք, որ չեն հասցնում այդ հարցադրումները հնչեցնել։ Եվ ձեր բարձրացած խնդիրը վերաբերում է ընդհանրապես 2 կամ 3 նիստի, այսինքն կառավարության 3 տարվա ընթացքում 3 նիստի, այսինքն, չգիտեմ, 3 պատգամավորի, որ 2 անգամ այդ հարցադրումը տան, մենք սա լավ ուսումնասիրել ենք։ Հարցադրումը հնչեցնի։ Եթե վարչության 137 պատգամավորն իրավունք ունեն տեսականորեն, բայց իրավունքը վերաբերում է ժամանակի սահմանափակման մեջ, եթե պատգամավորը այդ պատգամավորը հանքնի, էլեկտրոնային կարգով գրանցվի եւ ամսվա մեջ եւս մեկ անգամ կարողանա, դա կարող է մաքսիմում լինել 2 կամ 3 պատգամավոր ամբողջ տարվա ընթացքում։ Հիմա մենք վերցնենք մի ամբողջ այս կարգը, փոխենք, խախտենք, բերենք նրան, որ հնարավորություն չտանք այդ ընթացքում ունեն մեկ պատգամավորի հարց հնչեցնի, ես այստեղ համամիտ չեմ։ Իշխանական թևի պատգամավորների հետ կապված, քանի որ ես մի տեսակ անկեղծ sense նիստ ստացվեց առաջին նիստը։ Միշտ անկեղծ է։ Հա, շնորհակալ եմ անկեղծ գնահատականների համար, մեր հանձնաժողովը գոնե անկեղծությամբ աչքի են։ Խնդիրը հետևյալի մեջն է։ Այդ հարցադրումներով չի որ կարգավորում չէ այդ հարցերը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ հարցադրումները նաև նույն հաշվետվականությունն է հանրության առաջ։ Այս պատգամավորը տեսեք, ինչքան սուր հարց բարձրացրեց կառավարության առջև։ Երբեմն սրությունը կապ ունի բովանդակության հետ կամ այդ հարցի կարևորության հետ։ Եթե պատգամավորի իրավունքն որպեսզի դրսևորի եւ ներկայացնի կառավարությանը հուզող հարցերը, չեմ ուզում բոլորին այդ դասի մեջ շարունակալ պատգամներ, ովքեր ազնիվ մահումներ ունեն, կամ ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորներ, որ ասենք ամենալավ շոու ծրագիրը գլուխը պատն է տվել։ Հիմա ոնց պայմանավորվեք, ինչպես նախկինում եղել է յուրաքանչյուր քառօրյա չի եղել, երրորդյա է եղել, յուրաքանչյուր շաբաթը մեկ եղել է նիստ։ Հիմա այս ամբողջության մեջ որ կարգավորեք, այսպես կարգատաններով չանենք։ Ինքը իր լուծումը կգտնի, որ բոլոր պատգամավորները յուրաքանչյուր նիստի, եթե հարց ունեն, կարողանան իրացնել։ Այս է ամբողջ խնդիրը։ Ես կարծում եմ, որ սա հետաձգնում իրավունքին, որպես հետո քննարկենք, այլապես մենք ավելի կխճճենք այս ամբողջ խնդիրը եւ մենք կարծես թե ստիպված ենք թույլ չտանք այդպեսի խճճել կանոնակարգով։ Լավ, այսպես ասեմ, եթե կանոնակարգի քննարկումների ընթացքում հիմա ինձ խոստանակ, այսինքն որպես քաղաքական մեծամասնություն կխոստանեք, ոչ թե մասնավոր զորույցի մակարդակով, որ ուրեմն բացը կլրացվի, 3 նիստա թե 4 նիստա ինչքան որ է, թող դա էլ լինի, որովհետև կառավարությանը մի արծավել տալվել, օգտակար է ոչ վնասակար։ Եթե դա կլինի, ես բնականաբար պատրաստ եմ բացատրել։ Եթե չի լինի,
ես ազնիվ խոսք բաներ տերմինների վերցնում։ Չէ, ազնիվ խոսքի մասին չես դրա համար ասացի, ներողություն, քաղաքական մեծամասնություն եթե այս քննարկում խնդիրը եք ամենասկզբունքային հարցերից մեկն է եւ քննարկման առարկա դառնալու է։ այսինքն ծանելու եք այդպես որ չմնա այդ բացը։ Եթե այո, բնականաբար ամեն ինչ ժամանակ Հիմա կարող ենք այնպեսի լուծում գտնենք ձեզ շնց։ Դե չի բավարարից նորից կբերեմ, հա։ Okay. Շնորհակալություն։ Հետաքրքրում եք։ Այո, շնորհակալ։